Թեև 2012 թվականի մարտահամարի վերջնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն արդեն ակնհայտ է, որ ծնելիությունը մեր երկրում նվազել է։ Փոխարենը Հայաստանը մոտենում է ծերացող երկրներին։ Ժողովրդագրական ծերացման խնդիրը կա, որովհետև այս ցուցանիշը 7-8%-ից ավելի է, ուղղակի մենք դեռ ծերացման գործընթացում ենք։ Վերջին մարտահամարի նախնական տվյալներով Հայաստանում 0-ից 15 տարեկանները կազմում են բնակչության 19%, 15-ից 64 տարեկանները 71%, իսկ 65-ից բարձր տարիքի անձինք 10.5%։ Ըստ ՄԱԿ-ի չափանիշների, եթե երկրում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 6-ից 7%-ից անցնում է, ապա ժողովրդագրական ծերացման խնդիր է առաջանում։ Եթե 90 թվականին մենք ունեցել ենք 79882 կենդանի ծնունդ, 2001 թվականին այդ ցուցանիշը հասավ 32065, սա ամենացածր կետներ ծնելիության։ Ծնելիության մակարդակի վրա ազդում է ինչպես սոցիալական վիճակը, այնպես էլ ամուսնությունների քանակն ու տարիքը։ 94 թվականին, ասեմ առաջին ամուսնության, որովհետև դա ամենակարևորն է, տղամարդկանց համար միջին տարիքը եղել է 26 տարեկանը։ 2011 թվականին այդ ցուցանիշը հասել է 28.7, գրեթե 29 տարեկանի, ուրեմն 3 տարով ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար ավելացել է։ Հիմա նույնը նայենք կանանց համար։ Եղել է 21.7 տարի, մոտավորապես 22 տարի 94 թվականին, հիմա հասել է 25 տարեկանի։ Իսկ ինչով է պայմանավորված ծնելիության ցածր մակարդակը ըստ մեր քաղաքացիների, քանի երեխա են նրանք նախընտրում ունենալ։ Երևի թե 2։ Ինչու՞։ Դե որովհետև չեն հասցնում պայմանների հետ չեն կարողանում հասցնեն երեխաներին ոնց որ պետքա մեծացնեն եւ ուսումի տան։ Երևի ամենակիչը 3 հատ։ Ինչու՞։ Դե որտեվ որ մի քիչ շատանանք, որտեվ շատ են գնում Հայաստանից, գոնե զամենա լինի։ Մինիմում 3 երեխան կարծում եմ բավական է ծնողներին տարեց հասակում օգնություն ցուցաբերելու համար համապատասխան։ Հայացքը շատցնելու համար պետք է ունենա 6-7-ը, չէ՞։ Իմ պատկերացմամբ պիտի մի հատ ամենաառաջինը տղա լինի, տղամարդը որ լինի, ու ասենք դրանից հետո կարա եւ տղա լինի, բայց ավելի աղջիկ լինի, որ տղայի ձեռքում լավ մեծանա։ Նարին Էրիցյան, Սևակ Մեսրոպյան, IPF։